Դուք դիտում եք ERT-ն հեռուստաընկերությունը, մեր տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Սկսենք փաստից, որ այսօր տեղեկություններ հրապարակվեցին, որ առաջիկա նույնիսկ հանգստյան օրերին միտեղ 16 էր ասում, մի այլ տեղ 21, սպասվում են կրկին հանդիպումներ Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև եւ Պակիստանում, չնայած նաեւ Ժնևի մասին է խոսվում։ Բանակցությունների նոր փուլ, ինչ կարող եք այս մասին ասել։ Այնտեղ իրավիճակը սարսափելի խառն է, որտեվ ասում ամեն ինչ խառնվել է իրար, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը պնդում են, որպեսզի բանակցությունները մինչև այդ հաղորդագրություններ գալի, որ Սաուդյան Արաբիան ասում է շարունակի Միացյալ Նահանգները։ Հիմա հաղորդագրություններ կան, հասկանում եք, ոչ մի բանի վստահել հնարավոր չի։ Պակիստանի հետ ռազմական պայմանագիր ուներ Սաուդյան Արաբիան, որը պատրաստվում էր խզել, այնտեղ հետարքիր կոմբինացիա են ուզում անեին, ուրեմն խաղարկեին, ուրեմն Սաուդյան Արաբիան այնտեղ ֆինանսավորման կա, դա գիտեք, Պակիստանը աղքատ երկիր է, ֆինանսավորման հարցեր կար եւ այլն, Սաուդյան Արաբիան Պակիստանի հետ այդ պայմանավորությունների արդյունքում, քանի որ ասես դե դու չես կատարել քո ռազմական պարտավորությունները, պարտավոր էիր պաշտպանելու կամ մի բան անելու, պետք է ինձ 1 միլիարդ դոլար հետ վերադարձնես, որի արդյունքում կարծես տեղեկություններ էին կայացվում, որ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջարկում էր Պակիստանին ինքը տա այդ փողը, որ նա վերադարձնի Իրանի սպարտքի տակ։ Այնտեղ խառը պատմություն էր, այսպես հետո տեղեկություններ հայտնվեցին, որ իբր չգիտեմ որքանով է ճիշտ, բայց Պակիստանը ինչ որ զորք է ուղարկել Սաուդյան Արաբիա։ Սաուդիտները երևի մտածում են, որ եթե պակիստանցիները այնտեղ կանգնեն որոշ օբյեկտներում, Իրանը չի հարվածի պակիստանցիներին, որտեղ հիմա տեսնում եք Պակիստանն ու Իրանը լավ հարաբերություններ ունեն։ Այսպիսի մի հատ խառը պատմություն է այնտեղ կատարվում, հիմա ումա պետք բանակցությունները ով է պնդում, մեծ հաշվով ինչ որ ասացի, այդ գիտենք, հիմա ըստ տեղեկությունների ամենաակտիվ չէ, դե մանր բաները չեմ խոսում, այնտեղ Օմանը միշտ այդ գծի վրա է եղել եւ այլն, խոսքը Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի մասին է, որ անգամ ասում են Սաուդյան Արաբիան ճնշում է փորձում գործադրել Միացյալ Նահանգների վրա, որպեսզի անպայման նստի բանակցային սեղանին, որտեվ հիմա այս Հորմուզի նեղուցի փակումը պանիկա է առաջացրել սաուդիտների մոտ Միացյալ Նահանգների կողմից, որտեվ իրանք չեն ուզում կորցնեն ասիական շուկաները եւ այլն եւ այսպես շարունակ։ Բանակցությունների հետ կապված, այո, ասում են, որ ուրեմն պետք է կարող է լինի երկրորդ փուլը, բայց նաեւ վերլուծաբանները ասում են, որ դա ոչ մի բան չի փոխի, որովհետև ուրեմն այն մարդիկ, ովքեր հիմա իրականում Իրանում են, դրանք բանակցությունների ունակ չեն, այսինքն համաձայնության ունակ չեն։ Որոշակի տեղեկություններ կար, որ համաձայնության չեն եկել միջուկային ծրագրի հարցում հիմնականում, որտեղ Միացյալ Նահանգները պահանջել է, որպեսզի 20 տարի Իրանը հրաժարվի, իրանցիները ասել են 5 տարի, այսպիսի տեղեկություններ էլ կա, ինչ որ հիմա պատտվում է դաշտի շուրջ, բայց այնտեղ հիմա տեղեկություններ կա, որ այսինքն այն մարդը, որ հիմա ղեկավարում է Իսլամական հեղափոխականների կորպուսը, Վահիդ, ուրեմն ազգանվամբ, դա ուրեմն բավականին լուրջ տերորիստ է, շատ լուրջ, որը ուրեմն ներգրավված է եղել եւ Արգենտինայում հրեաների հանդեպ տերակտ իրականացնելու, այնտեղ 80-ից ավել մարդ զոհվեց, 300 վիրավորվեց եւ ուրեմն Իրան կոնտրաս հայտնի գործարքը, որ տեղի է ունեցել, որ Իրանը ազատեց ուրեմն պատանդներին ամերիկյան Ռեյգանի ադմինիստրացիան զենք վաճառեց, այդ զենքի փողով Նիկարագուայում կոնտրաստներին ֆինանսավորեց, որպեսզի ուրեմն Նիկարագուայի ձախ լիբերալ իշխանությունների հետ սոցիալիստական այդ մարքսիստ իշխանությունների դեմ պայքարեն, այսպիսի մի խառը երևույթ ու կերպար է, որը անզիջում պայքարի կողմնակից է։ Իդեպ ներողություն պատահական չէր փաստորեն այսօր կային վերլուծություններ, որտեղ նույնիսկ փաստեր էին ասում, կարծեմ թե որ իրականում այդպես է, որ այս երկու բանակցողները ոչինչ չէին կարող որոշել, իրենք ուղղակի գնացին որպես համաձայնեցին։ Այո, հենց այդ եմ ասում ձեզ, այդ Վահիդը, որ խոսում են այդ մասին, դա ուրեմն Քասեմ Սուլեյմանիին նա բերել, պատկերացնում եք Քասեմ Սուլեյմանիին նա է բերել Քուցի ղեկավար, ինքն է եղել Քուցի ղեկավար, հետո դարձել է պաշտպանության նախարար Իրանի, բազմաթիվ խառը տերորիստական գործերի մեջ է եղել խառը, ներգրավված, որից հետո 13 թվականի, մինչև 13 թվականը եղել է պաշտպանության նախարար, Ռաֆսանջանիի մարդն է ասում են եղել, հիմա իհարկե նրա կշիռը շատ ավելի բարձր է, վստահ եմ, քան Ռաֆսանջանիին այս պայդրությամբ, բայց ասում են, որ նա անգամ սահմանափակել է լիազորությունները Ղալիբաֆի եւ Արաղչիի, որոնք
պետք է գնա այնտեղ իր պնդելա, որ իր մարդը պետք է ներգրաված լինի եւ այլ այսպես շարունակ, հա։ Ընդ որում ասեմ ձեզ, ինչի է հրաժարական տվելն է 13 թվականին, որտեղ 13 թվականին Ռոհանիի իշխանությունը եկավ եւ սկսեց Օբամայի հետ բանակցել խաղաղության միջուկային ծրագրի շուրջ, հիշում եք։ Եվ այդ ընթացքում, որպեսզի բանակցությունները չտապալվեն, այսինքն նրա կերպարը հայտնի է, նա միջազգային տերորիստ է եւ Միացյալ Նահանգները լուրջ հարցեր ունեն նրա նկատմամբ։ Բայց ամենահետաքրքիրը նրան խաղից հանեցին եւ այդ իրենց այդ տիեզերական ուրեմն գիտական հարցերով այդպես հատուկ ինստիտուտ կա, այդտեղ նշանակել էին դրան, դա թաքնվի մինչև 1021 թվականն այդտեղ աշխատում էր, հետո նորից վերադարձրեցին 21 թվականին, երբ որ Թրամփը դուրս եկավ գործարքից։ Շատ հետաքրքիր համընկնում է, եւ կարծում եմ նրա դարձավ հիմա թիրախ եւ կարծում եմ որ հիմա Մոսադն էլ CIA-ն էլ նրա հետևից են ընկնելու, որտեղ նա բավականին վտանգավոր կերպար է։ Եվ նա փաստորեն այն հին հեղափոխություն արմատներից եկած դեմքա պատկերացնում եք 80-ականներից եւ կարծում եմ նա այն վերջին մոհիկաններից է, որոնք ունեն այնպիսի հեղինակություն, որոնք կարող են համախմբել։ Այո, համախմբում կարևոր է այստեղ։ Ես չեմ կարծում նրանց տեսեք իրենք հələ տեսեք ում են բերում հանում արխիվներից, հա, եւ ասում են որ նրան լավ պահպանել են հատուկ, որպեսզի նրան չվերացնեն։ Եվ ես կարծում եմ որ դա շատ լավ հասկանում են եւ ենթադրում եմ որ եթե պատերազմական գործողությունը վերսկսվեն, նա լինելու է հաջորդ եւ շատ այսպես ասում մասոտ թիրախը։ Ընդհանուր իրավիճակը սա, ինչ վերաբերվում է նավերի հետ կապված, որ դուք հարցեր տվեցիք։ Այո։ Այսինքն չեք տվել։ Այո, մենք միջև շփումներ ենք։ Մենք առանց մեջ այսպես բան արեցինք։ Ուրեմն Նորմուզի նեղուցի հետ կապված այսպիսի իրավիճակ կա, ուրեմն ասում են որ չինական մեկ նավ է անցել երեկվա դրությամբ, բայց տեղեկությունները շատ տարբեր են։ Այսօր կա տեղեկություն, որ երկու իրանական նավատանկեր դուրս եկե։ Հաստատված չի, դեռևս չունենք հստակ տեղեկություն, որ իրոք դուրս է եկե թե չէ։ Այնքան խառնա, բայց չինական նավի հետ կապված շատ աղմուկ բարձրացրեցին, որ ինքը սանկցիաների տակ գտնվող նավ է եղել, ուրեմն եւ բայց ինչն է խնդիրը։ Ամերիկացիները, ինչպես ռուսներից ժամանակավորապես հանեցին սանկցիաները, այնպես էլ ենթադրում եմ սանկցիաները հանել են այն նավերի վրա, որոնք ուղիղ իրանական նավահանգիստներ չեն գնում։ Հենց հայտարարվեց, որ այն նավերը, որոնք իրանական նավահանգիստ չեն գնում, չէ, հիմա այն Reuters-ը աղմուկ է տարածել, Քլս TV-ներն էլ ոգևորվել են, տես սանկցավորված նավ անցավ եւ այլն, բայց դա այդպես չի, պետք է հասկանալ, որ այնտեղ մեթանոլ թե ինչա մի քանի բան է տալ։ Արաբական Միացյալ Էմիրություններից տարել է Չինաստան։ Նա իրանական նավահանգիստներ չի մտել, բայց Ամերիկան հայտարարել է, որ խոսքը իրանական նավահանգիստների, իրանական նավերի եւ այն նավերը, որոնք ասենք, չգիտեմ, կասկածելի են, պետք է ստուգվեն։ Գտնվելն էր հենց այդ անվանումով նավը եւ տերը։ Այո, խոսքը դրա մասին է։ Դե գնանք գովազդային դաթարի, կվերադառնանք կշարունակենք։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լուծնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմենը։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կառնեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղանեմ ծամեն բնեմ բերանները, որ վերջում կծենանա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պատն է, ոչ էլ վերջին։ Բա պատալուկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շշի տեղը 4 շիշ կվերկանել։ Ռիսկը շատ է կոլ, բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка.
Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Արիթեիք, հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում է։ Կորիչը ոչ մեկի մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ, Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе. Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Վերլուծություններն շարունակվում է RTN-ի եթերում հարգելի հեռուստադիտողներ, խոսում ենք մինչև գովազդը Հորմուզի նեղուցին առնչվող խնդիրների մասին, եթե ինչ-որ բաներ կան։ Տեսեք, ամենակարևորը ամփոփենք, խոսք կա գնում, որ Չինաստանը փորձում է զենք մատուցել Իրանին, հատկապես այն ուրեմն դյուրակիր հակաօդային պաշտպանությունը ուսին դնում կրակում են տենց այդպես։ Բայց եւ նաեւ այլ բաներ բնականաբար եւ խոսում է որ տարբերակներ ամ անգալի ծովով թե երրորդ երկրներով, այստեղ նաեւ Հայաստանն է վտանգի տակ ընկնում, որ մեզ չպարտադրեն դες մի բան անելը եւ հիմա ինչն է կարեւոր նորից ֆիքսենք Հորմուզի նեղուցի հետ կապված հիմա Տրամպը բավականին նուրբ վիճակում է։ Եթե ինքը արեց մի բան, որին դա անգամ իրանցիները չէին սպասում։ Սա արեց նրա համար, որպեսզի Իրանը խեղդվի տնտեսապես եւս մեկ ճնշումը։ Եթե կարողացավ էֆեկտիվ փակի Հորմուզի նեղուցը, ինքը փակի Հորմուզի նեղուցը, բնականաբար դա արդեն իրանցիները չեն փակում եւ իրանք չեն որոշում ինչքան նավա դուրս գալ, ինչքան նավա մտնում, հասկանալի է, չէ՞։ Այնտեղ բազմաթիվ հարցեր կա, արդյոք կարողանան ամերիկացիները մտնեն, արդյոք այդ ականապատումը ճիշտ է թե իրանցիները էշեշ խասել են այնքան որ բլեֆ են արել եւ այլն, բազմաթիվ հարցեր կա այստեղ։ Ականազերծող նավեր են գնում արդեն։ Հա, բայց հարցը իրանք սուտենաս է, թե չասում են թողել ենք չենք հիշում ոնց ենք թողել։ Դե հիմա տենց ինչ ուզես կարաս ասես, բայց դե հիմա ասում է միլիոնավոր դոլարներ է պատտվում այնտեղ, ասենք մի տասնյակ հարյուրավոր, ասենք ինչ հիմա չես կարա դու ասենք 200 միլիոնանոց բեռ ունես, ասենք բավոր գնաց բավորի տարբերակով նա էլի։ Հիմա տեսեք ամերիկացիները շատ կարևոր հարց ունեն լուծելու։ Եթե կարողացան էֆեկտիվորեն փակել Իրանը, շատ կարևոր է սա, եւ հանկարծ բաց չթողեն, որտեղ այստեղ արդեն կա պրոբլեմ կառաջանա, եթե չկարողանան, եթե համ փակեն, համ չկարողանան նորմալ փակեն, չինացիները կարողանան օգտվել եւ այսպես շնորհք, որտեղ այս ամբողջ փակելու իմաստը նաեւ Չինաստանի դեմ է, որտեղ Չինաստանի տնտեսությունն է, իրենք արդեն սկսել են իրենց ռեզերվները ծախսել, որովհետեւ այսինքն թանկ նավթը իրենց ձեռք չի տալի։ Եվ Չինաստանի տնտեսության վրա դա լուրջ ազդեցություն անում։ Ամերիկայի մասով ամերիկան շահում է, որովհետև տեսեք 160 քանի տանկեր է գալի, չէ՞, այստեղ հիմա լիցքավորվելու, բացի դրանից նոր պայմանագրեր են, շուկաներն ա վերցնում, դե արաբները դրանից էլ են վախենում, որ ամերիկացիները նաև իրենց շուկաները վերցնում, այստեղ պարզ է, չէ՞, որ դու հասկանում ես, որ դա կարող է պրոբլեմատիկ կետ մնալ երկար ժամանակ։ Այսինքն ամենչարվում է, որ աշխարհը շահագրգռված լինի փակելուն եւ Իրանին ճզմելուն, այսպես ասած։ Այո, ոչ թե փակելուն, այլ աշխարհը շահագրգռված լինի բացելուն, Չէ, որպեսզի Իրանի ճնշում գործածի։ Հիմա փակելը ամերիկացիները անում են այնպես, որ ասում են կամ եկեք միացեք բացենք միասին, կամ ուրեմն ես փակում եմ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի դա էֆեկտիվ լինի, որովհետև ռազմական գործողությունները ուրեմն դեռևս չեն վերականգնվում, այսինքն գիտեք ինչ վտանգավոր վիճակ է, ումից առաջինը կայծը կգնա։ Եթե հիմա իրանցիները շատ նեղվեն, իրանք են խփելու առաջինը, խփեցին ամերիկացիները օգտվելու են։ Հիմա տեսնենք, ես չեմ կարծում, որ երկրորդ ռաունդը բանտաբանակցությունների, մոռացեք այդ բանակցությունները ոչ մի բանի մասին են։ Թրամփը ուրիշ տարբերակ չունի, պետք է միջևերջ գնա, որտեվ տեսեք, եթե Ամերիկան շահում է բյուջետային առումով, ներքին առումով Թրամփը պարտվում է սարսափելի, որտեվ Թրամփին հաջողվեց եւ Իսրայելի վարկանիշը գցել Միացյալ Նահանգներում, այսինքն այս իրավիճակում, ինչը շատ վատ է եւ
նաև ամերիկյան ադմինիստրացիան։ Հիմա Լիբանանա-իսրայելական բանակցություններ են։ Այո, Միացյալ Նահանգներում, բայց դա ոչ մի բանի մասին է, մոռացեք, այդ Ամերիկայի խաթրը արա Իսրայելը, դա նրանք ի վիճակի չեն։ Ճնշում է գործադրելու Իսրայելի վրա, որպեսզի գնա բանակցությունների։ Ամերիկան ճնշում գործադրեց, բայց դա ձևական է, որովհետև տեսեք Իսրայելը, Լիբանանը ի վիճակի չի Հեզբոլլահից ազատվել։ 20-25% շիա բնակչություն ունի։ Ի վիճակի չեն նրանք ազատվելու Հեզբոլլահից։ Դուք գիտեք, Հեզբոլլահը դա շիաների բանակն է Լիբանանում։ Այդ պիտի աբսուրդ բան չկա աշխարհում։ Հեզբոլլահն էլ Իրանի ռեզերվն է անում։ Այո, տերորիստներ են, ակնհայտ ահաբեկիչներ են։ Դրա համար հիմա Իսրայելը ինչ է անում։ Իսրայելի ծրագիրը հետևեն արդեն པարզ է դառնում, իդեպ շատ հետաքրքիր բան է այստեղ։ Իրենք արդեն մտել են, այնտեղ գետեր կան հատուկ, գետերի շուրջ բնակավայրեր կան, որոնք ուրեմն Լիբանանում շիաների բնակավայրերն են, որտեղ Հեզբոլլահն է բազավորված, հա։ Իրենք ուրիշ տարբերակ չեն, իսկ Հեզբոլլահին ուրիշ տեղերը չեն ընդունում, այսինքն բնակչության 70% եւ 70%-ից ավելի տոկոսը այնտեղ քրիստոնյաներն են, այնտեղ սունիներն են եւ այլն, իրանք չեն սիրում Հեզբոլլահին եւ շիաներին։ Եւ այստեղ շատ կարեւոր է, որ եթե իրանք ուրեմն ճնշում են, բերում, գալիս հասնում են այդ բնակավայրերում, մաքրում են ուրեմն Հեզբոլլահից, նրանք պետքա կամ փախնեն կամ, չգիտեմ, տարբերակը արդեն որն է։ Հետեւաբար դա մի տարվա, երկու տարվա հարց չի։ Այդտեղ պետք է սենց է Իսրայելի պլանը, իրենք մաքրում են այդ բնակավայրերը, որտեղից եղել է վտանգը եւ Հեզբոլլահն է բազավորված եղել։ Գուցե երկարաժամկետ ծրագրով այսպես մնան այնտեղ եւ սկսեն աստիճանաբար լիբանանյան բանակը բերեն իրար հետ համագործակցեն եւ այլ այսպես շարունակ, բայց առաջին փուլում գրավելու են, հիմա արդեն գրավել են ահագին տարածքներ եւ պահում են այդ տարածքները եւ ոչնչացնում են Հեզբոլլահի կարողությունները։ Եվ սա մի օրվա օպերացիա չի։ Սա կես տարի, մի տարի, այս այլ է մեծ աղմուկ բարձրացնելու ցավոք սրտի, բայց դրանք անհրաժեշտ բաներ են։ Ցավոք սրտի լիբերալ աշխարհը սա չի հասկանում։ Իրանք լիբերալիզմը խառնում են, չգիտեմ ինչի հետ, հասկանում եք, չի կարելի լիբերալիզմը խառնել, դե ասենք, չգիտեմ, չեմ ուզում վիրավորական բան ասեմ, բայց դա աբսուրդ է, էլի, որովհետև այս ամեն ինչին պետքա վերջ տրվի։ Եթե սա վերջ չի տրվում, չի փոխվելու ոչ մի բան, ավելի վատանալու է ընթացքում, հա։ Սրանք ավելի են ոգևորվելու։ Արդեն ասում եմ թրջվել ես արդեն, չես կարա այլ 4 դուզ գաս ջրից, հա, այս լավ բան կա այստեղ։ Դրա համար ես այդ բանակցությունները ձևի համար եմ, մոռացեք, այդտեղ ոչ մի բան անունը չի կարա անի, առանց ուժային տարբերակի դրանց ռադանել ընդեղից չի լինելու, որովհետև նրանք ասում ներկայացնում են շիա բնակչության բանակն են։ Շատ կարևոր է, որպեսզի Թրամփը կարողանա այնպիսի իրավիճակ ստեղծի, որև չինացիները փորձեն բանակցել Թրամփի հետ, այսինքն ինքը կարողանա խաղաղ քարտերով գնա Չինաստան, համ իրանցիները գնան համաձայնության, որտեղ հասկանան, որ նեղուցը փակվում է, իրանց օդերը կարողանում Ամերիկան փակի։ Տեսնեք ինչ արդյունք կտա այս քայլը։ Սա ամենապես ոչնչացումից լավ է Իրանի, բայց մենք միշտ հիշում ենք մտքի մեջ, որ եթե ոչ մի բան չստացվի, Թրամփը այդպես չի թող, ինձ թվում է կոչնչացնեն այն նավթային օբյեկտները եւ այլն, այսինքն կգցեն քարեդար կգնան։ Այս կա ու կա այս տարբերակը չմոռանանք էլի։ Լավ, այսօր ժամանակ չունենք, կարելի էր նաև Հունգարիայից խոսել, նոր հայտարարություններ են հնչել, եթե շատ կարճ ասեմ, լավ լուրը այնա Հունգարիայի մասով, Ռուսաստանում հիստերիա է, դարել է թշնամի երկիր, արդեն շատ հետաքրքիր է, չէ՞։ Ոչ բարեկամ երկրներին չենք շնորհավորում, այո։ Մենք մի քանի ժամվա ընթացքում դարձավ ոչ։ Այո, եւ լավ լուրը այնա, որ տեսեք, մենք Մադյարից զգուշ ենք, բայց լավ լուրը այնա, որ ինքը ամենակարևորը ապասարեցնում է Ուկրաինային 90 միլիարդի օգնություն, դա փայլուն լուր է, դա շատ լավ է սկսի։ Երկրորդը ինքը ասում է ագրեսորը ով է հստակ, ինքը ասում է ոչ մեկ չի կարող ստիպի Ուկրաինային տարածքներ զիջի։ Իհարկե նաև Եվրամիության հետ կապված խնդիրները առաջացնելու Ուկրաինայի անդամակցության Ռուսաստանի հետ ակնարկում, որ եթե Պուտինը զանգի ինքը կխոսա եւ այս պարզ է, բայց գլոբալ շատ կարևոր մի բան ունենք, շատ կարևոր, որ ինքը հիմա անհրաժեշտ օգնություն է ապասարեցնում։ Սա Ռուսաստանի համար շատ վատ լուր է։ Մի քիչ վատ լուր էլ մենք ունենք, հարգելի հեռուստադիտողներ, Արմեն Չիբուխչյան, այսինքն հատկապես նրանք, ովքեր հետևում են վերլուծություններին մեր եթերում, Արմեն Չիբուխչյանը որոշ ժամանակ բացակայելու է անձնական հարցերով։ Մոտ, եթե հա, մի փոքր առողջական խնդիրների հետ կապված է, մոտ 1 շաբաթ հուսով եմ, որ 1 շաբաթից ավել չի լինի։ Ուրեմն վաղվանից սկսած հաշվենք 1 շաբաթ։ Այո, 1 շաբաթ մաքսիմում։ Հաջողություն ձեզ, առողջություն։ Մերսի, շատ շնորհակալություն։ Ցտեսություն, կհանդիպենք վաղը։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։